Երեկ ուշ երեկոյան ժամը 24-ի մերձակայքում հարձակում է տեղի ունեցել Շանթ հեռուստաընկերության լրագրող մեկնաբան Նվեր Մնացականյանի վրա։ Իհարկե, ծեծվել եմ նկարները կան բաներում, ինտերնետում։ Սկսեցին այդ աշուսակին խփել։ Դա տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 5-ին։ Առաջինը։ Հիմա որ հաշվեմ, կասեմ ապրիլի 5-ին, 2004 թվականի ապրիլի 12-ին։ Ինչ եք աշխատում այստեղ։ Ումբագերն եմ թե։ Չէ, մի անգամից խփեցին։ Հա, հանդես սպասում էին, մեքենայի կողքն էին։ Այսինքն դուք ուզում եք, որ ես ամբողջ անկախության տարիների էքսկուրս անցկացնեմ։ Դե ուրեմն սկսենք։ Լրագրողական գործունեությունն ու լրագրողների նկատմամբ բռնությունը 90-ականներից մինչև մեր օրեր, ինչպիսին էր ազատ խոսքի ընկալումը եւ խոսքի ազատության սահմանափակումը 4 իշխանությունների օրոք։ Անկախության առաջի տարիները կարելի է, այսպես եթե ոչ ոսկե, այլ գոնե արդյոք ժամանակահատված համարել, բայց շատ արագ արդեն 90-ականների կեսերին իշխանությունները այն ժամանակ էլ հասկացան, որ այս խոսքի ազատության հետ շատ բարդ է համակերպվել եւ դեռ այն ժամանակ հայտնի է, թե ինչ բռնությունների եւ ինչ ջարդի ենթարկվեցին դաշնակցական մամուլի խմբագրությունները։ 2012 թվականը մարտի 12 Media-AM-ը գրում է. Առաջին զոհերից էր Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ով 1994 թվականի հոկտեմբերի 19-ին իր տան շքամուտքում դաժան ծեծի ենթարկվեց երկու անհայտ անձանց կողմից։ Հանցագործները լրագրողի գլխին հարվածներ էին հասցրել երկաթյա ձողերով, ինչի հետևանքով Արամը ուղեղի ցնցումով եւ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց։ 1995 թվականին հենց խմբագրության շենքի մոտ երկու անձանց կողմից ծեծի ենթարկվեց այն ժամանակվա անդիմադիր ազգ օրաթերթի առաջատար թղթակից Արմեն Բաղդասարյանը։ Հանցագործները սկզբում պահանջել էին, որ լրագրողը ցույց տա իր վկայականը, հետո սկսել էին հարվածներ հասցնել, կոտրելով նրա քիթը։ 90-ականներին, ասում 13 խմբագրություն ուղղակի ոչնչացվեց։ Եթե գալիս ենք 2000-ականներին, ամեկ պլյուսը փակելուց հետո դա շատ լուրջ դաս եղավ։ Բոլորը հասկանում էին, որ քննադատական խոսքը խոշորացույցի տակ է եւ կարող են պատասխանատվության ենթարկվել շատ լուրջ։ Չեմ հիշում ամսաթիվը, երբ որ Գագիկ Ծառուկյանը իր թիկնապահների հետ մի քանի տասնյակ ներխուժեց հայկական ժամանակի խմբագրություն։ 2000 թվականին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 30 կողմնակիցներ ներխուժել էին հայկական ժամանակի խմբագրություն, ավերելով եւ վնասելով գույքը եւ ծեծի ենթարկելով այնտեղ գտնվող լրագրողներին։ Բռնություն ա եղել իմ նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ին։ Իր լրագրողական 20 տարիների ընթացքում բռնության դեպքերն է թվարկում Հայկ Գևորգյանը։ Երբ որ ես լուսանկարեցի ոստիկանապետ Վովա Գասպարյանի ավտոմեքենան առանց ապայի կտրոնի, այն ժամանակ կտրոններով էր ապան հավաստագրվում։ Դրանից հետո ինձ իբր թե վրաերթ կատարելու համար 3 օրով բանտարկեցին։ Բայց այդպես էլ չկարողացան ապացուցել, բնականաբար, որովհետև չէր եղել այդ վրաերթը։ Իսկ ինչն էր պատճառ դառնում, որ կոնկրետ թիրախավորեին ու ծեծեին լրագրողին։ Օրինակ, ապրիլի 5-ին հերվից Արտաշես Գեղամյանի հանրահավաքն էի լուսանկարում, ընդ որում շատ հեռվից ուղղակի նկարում էի, ոչ մի բան բացարձակ չէի անում։ Մի քանի տասնյակ մարդ, կեսն էլ ընդ որում, ինչպես հետո պարզվեց, քաղաքացիական հագուստով ոստիկաններ արձակվեցին, կաշկշեցին, ապարատը ստարան լուսանկարչական, անցավ ընդամենը մի քանի օր Բաղրամյանի վրա հարձակման ենթարկվեցինք ես եւ այն ժամանակվա ՀՄԵԿ-ի օպերատորը։ Էդիկին հենց իրանց խմբագրության շենքի դիմացն էին սպասել, որ ծեծել էին։ Հա, մեկ էլ եղավ Կիվիրյանի դեպքը, այդ էլ բացես բխփել էին։ Վայ, բաբանը, բա Գագոն Շամշյան։ Ամիսը մեկ իր ինքը ծեծվում էր։ Ոտերս ցկվում է։ Այ մամա, ողցավ մայջը։ Իրա
հաստավիզ թիկնապանները հարցակվեցին, մեկը հետևիցս ընկավ չափալախեց, այն մեկն է դիմացից քացիներով խփեց։ Մի քանի խմբագրերի են ծեծել այդ ժամանակ, մի քանի խմբագրերի, լրագրողների չէ, գլխավոր խմբագրերի ես։ Բացառապես իրենց գործունեության հետ կապված։ Բացառապես իրենց գործունեության հետ կապված, բացառապես։ Ձեռքով էր հարվածում, հայհոյում էր Ազատություն ռադիոկայանը եւ մեր հաղորդումները։ Կրկին թերթենք մամուլը, Ազատություն 2008 թվական օգոստոսի 12։ Երկուշաբթի առավոտյան Անայտ անձինք հարձակվել էին հայկական ժամանակ օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի վրա։ Միջադեպից հետո Լուսինե Բարսեղյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բժշկական հետազոտության արդյունքներով հայտնաբերվել է գլխի սալջարդ, հեմատոմա, զարկերակային արյան ցածր ճնշում։ Այսօր այսպիսի հարձակումների դեպքերից եմ հարցնում։ Մելիքյանը 7 տարվա ընթացքում տեղի ունեցած 2 դեպք մտաբերեց։ Մեկը 2024 թվականի ապրիլին էր, երբ Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ազգային ժողովի բակում հարվածել էր լրագրող Դավիթ Լևոնյանին։ Մյուսը 2025-ի սեպտեմբերին, երբ դիմակավորված անձը Հակոբ Կարապետյանի վրա էր հարձակվել ըստ Կարապետյանի, Facebook-ում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հրապարակավ քննադատելուց հետո։ Այս իշխանության տարիներին Հայկ Գևորգյանը լրագրող չի աշխատել, բայց հետևում է լրահոսին։ Համեմատականներն ըստ նախկին լրագրողի անհամեմատելի են։ Եթե մարդը կանգնած ինչ-որ բան է նկարում, դա հանրահավաք է, մեր աշխատանքն ենք, եթե այդ ժամանակ էին հարձակվում, պատկերացրեք, եթե մենք մի ինչ-որ մի նման պրովոկացիաներ անեինք, ինչ կանեին, մենք հոշոտ էին ուղղակի։ Լրագրողը պետք է քննադատի, ինչքան սուր, այնքան լավ, փաստարկված հարցադրումներով պատասխաններ պահանջի, իր 20-ամյա փորձն է օրինակ բերում։ Շատ ակտիվ լրագրող եմ եղել, թե կառավարություն, թե ազգային ժողով, թե բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ես դրանց մեծ մասի լուսաբանմամբ եմ զբաղվել։ Չի եղել գոնե մի դեպք, ինձ շատ-շատերն են ճանաչում, անավանդ հին լրագրողները, որ ես որևէ պաշտոնյայի նկատմամբ որևէ վիրավորանք արտասանեմ, արտահայտեմ հանդիպման ժամանակ նրան տեսնելուց կամ իմ հրապարակումների մեջ, դա 20 տարվա աշխատանքի ու մոտավորապես 5000 հոդվածների պարագայում։ Կարծում է այսօրվա իշխանության դեպքում էլ քննադատելու բաներ կան, բայց այսօր լրագրողները քննադատությունների ուղղությամբ չեն աշխատում, որ փաստեր հավաքեն, հարցեր ձևակերպեն։ Լրագրողը մոտենում է պաշտոնյային, հարցը տալիս, հարց չկա մեջը, պնդում է մենակ։ Այն ժամանակ ես իրոք չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել։ 2009 թվականի ապրիլի 30-ի գիշերը մահափորձ էր կատարվել Armenia Today լրատվական գործակալության համակարգող նախկին փաստաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ։ Մահափորձը տեղի էր ունեցել Կիվիրյանի տան մուտքի մոտ։ Հեռանկար ծրագրի հերթական թողարկման ավարտից հետո տուն վերադառնալիս շքամուտքի մոտ նույն 2009 թվականին մայիսի 7-ին 2 անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Շանթ հեռուստաընկերության հաղորդավար 52-ամյա Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի։ Որևէ բառ առանց ասելու, մեկը շրջվեց, մեկը դեմից, մեկը կողքից սկսեց խփել։ Գլխարկներով ատլետիկ տղաներ էին էլի։ 2014 թվական սեպտեմբեր ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ հակահարված խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվում AMEC+ հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ։ Ակցիայի կազմակերպիչները բարև ռոբ-գրությամբ պաստարով հիշեցնում էին 13 տարի առաջ Պապլավոքս սրճարանում այդ կերպ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։ Լրագրողը նկարահանում էր ազգային ժողովի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաև խորհրդարանի տարածքից դեպի իրեն շտապող անձնավորությանը։ Երբ վերջինս պաստառը պոկելով հարձակվում է լրագրողի վրա, հարվածում ձեռքին ու գետնին գցում նկարահանող սարքը։ Ավելի ուշ պարզվում է նա ազգային ժողովի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է։ Ու եթե մենք գալիս ենք արդեն Սերժ Սարգսյանի օրոք, ինչպես Էլեկտրիկ Երևանն ու Ծայրաթաղը, դրանք ցուցիչներ էին, թե ինչ վերաբերմունք գոյություն ուներ լրագրողների նկատմամբ։ Նույն Էլեկտրիկ Երևանի իրադարձությունները, որտեղ 20-ից ավել լրագրողներ դաժան ծեծի ենթարկվեցին, կամերաները ջարդում էին, չիպերը արգրավում էին, բերման էին ենթարկում։ Նույն դաժան իրադարձությունները կրկնվեցին 2016-ին Սարի թաղում,
ես կասեի, որ Սարեթաղում շատ ավելի դաժան մոտեցում էր այն առումով, որ նույնիսկ եթե լրագրողը կամ օպերատորը դադարեցնում էր իր գործունեությունը եւ փորձում էր ուղղակի հեռանալ այդ վայրից, մեկ է նրանք ենթարկվում էին հետապնդման, բռնում էին, ծեծում էին եւ այլն։ Araratnews.am կայքի ներկայացուցիչներ Շողի Գալստյանն ու Հայկ Պետրոսյանը եւ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության լրագրող Սիսա Գաբրելյանը հարձակման ենթարկվեցին ընտրություններին մասնակցող տեխնացուներից մեկի շտաբի մոտ հենց ընտրության օրը։ Մելիքյանը նշում է ընտրությունների փուլում լրագրողների նկատմամբ բռնության աճ միշտ դիտարկել են, հղում է անում տարբեր տարիների զեկույցներին։ Ընտրություններից հետո այդ հետընտրական գործընթացները լուսաբանող լրագրողների նկատմամբ ինչ ջարդեր կազմակերպվեցին։ Էլեկտրիկ Երևանի ժամանակ տուժած լրագրողներից մի քանիսի գործը եվրոպական դատարանում է, անկախ ժամկետներից մեղավորները պատասխան պետք է տան, պետք է լինի գնահատական։ Եվ դա պետք է դաս լինի ցանկացած իշխանության համար։ Այդպիսի ջարդ ուղղակի անթույլատրելի է կազմակերպել այն դեպքում, երբ այդ լրագրողները իրենց սուրբ պարտականություններ էին կատարում։ Իսկ այդ տարիներին լրագրողների մեծ մասը բացառապես լրագրությամբ էր զբաղված։ Այո, եղել են այնտեղ էլ բացառություններ, երբ լրագրողը իր բեյջով հանդերձ իրեն դրսևորել է որպես ակտիվիստ կամ միացել է կամ մի կամ մյուս կողմին, բայց մեծամասնությունը եւ հատկապես այն լրագրողները, որոնց մենք վերցրեցինք մեր պաշտպանության տակ, դրանք բացառապես իրենց մասնագիտական գործունեությունն էին իրականացնում։ Ինչը չենք կարող ասել այսօրվա լրագրության մասին, ցցուն օրինակներ կան ու այդպիսի օրինակները նաեւ խոչընդոտում են իրականում լրագրությամբ զբաղվող լրագրողների աշխատանքը։ Այո, հիմա շատ ավելի հաճախ են հանդիպում մասնագիտական սկզբունքներին հակասող, եթե կարճ ասենք, հակալրագրությամբ զբաղվող անձանց թիվը եւ դա շատ բարդացնում է նաեւ այն պրոֆեսիոնալների իրավունքների պաշտպանությունը, որ անհրաժեշտ է անել։ Լրագրողը պաշտոնյայի նրա անձնական կյանքի մասին ոչ թե հարց է տալիս, այլ հեգնում է դա։ Դուք լրագրության տեսանկյունից, իսկական լրագրության տեսանկյունից դա, գիտեք ինչ է, ասենք բացարձակ որևէ կապ չունեցող մի բան։ Ինչ նշանակում, ասենք նախարար իրականոջ հետ նստած սրճարանում սուրճ խմելուց լրագրողը գալիս, մտնում, չգիտեմ ինչեր է խոսում, ինչ որ բաներ ասում, ոնց կարող է դա։ Այն ժամանակ հնարավոր չէր պատկերացնել այսօրվա իրավիճակը, երբ ասենք 4-5 մասնավոր հեռուստաընկերություններ ազատորեն ինչ համարում են ճիշտ, այն ասում են եւ այդպիսի կոշտ քննադատության որևէ իշխանություն չէր դիմանում այն ժամանակ եւ հաստատ նրանց նույն ճակատագիրն էր սպասում, ինչը որ եղավ Ամեկ+-ի հետ։ Վերջին տարիներին եւս լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր եղել են։ Մելիքյանն է շարունակում։ Բայց դրանց քանակը անհամեմատելի է նախորդ տասնամյակների հետ, եթե մենք համեմատենք։ Աշոտ Մելիքյանն օրինակ հիշեցնում է 2024-ի հունիսի 12-ը, երբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով լրագրողներ եւս տուժեցին։ Բայց դա իրենց մասշտաբներով իհարկե համադրելի չէ նույն Էլեկտրիկ Երևանի կամ Սարիթաղի գործընթացներին կամ 2004 թվականի հետընտրական գործընթացները լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Իհարկե մենք պետք է հաշվի առնենք, որ նախորդ տասնամյակների ընթացքում այսքան լրատվամիջոց եւ այսքան լրագրող չկար եւ լրագրության մեջ այսքան չլրագրությամբ զբաղվող անձինք չկային։ Մելիքյանը շարունակելով թվարկել վերջին տարիների դեպքերը առանձնացնում է ուղիղ եթերում բողոքի ակցիա լուսաբանող 24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի դեպքը, երբ ոստիկանը հարվածում է նրան։ Նույն օրը ոստիկանը ազատվել էր աշխատանքից, հարուցվել էր քրեական գործ։ Դատախազությունից նշեցին, գործն այս պահին դատարանում է հիմնական դատալսումների փուլում։ Իսկ բողոքի ակցիաներից հեռու լրագրողական կոնֆլիկտները հիմնականում այսօր խորհրդարանում են լինում։ Ըստ Մելիքյանի խնդրահալույց դեպքեր կան։ Այդ թվում նաև խորհրդարանում լրագրողների
հավատարմագրումը դադարեցնելու տեսքով դա կարող է լինել։ Նաև լրագրողական համայնքն է ընտրողաբար անդրադառնում լրագրողների թիրախավորման դեպքերին։ Հունիսի 18-ին հանրային հեռուստաընկերության լուրեր հաղորդման թղթակից Իրինա Մկրտչյանը հայտնվել է Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր շարժման թիրախավորման ներքո։ Այս մեջբերումը խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2024-ի զեկույցից է ու թերևս լրագրողական համայնքից միակ արձագանքը թիրախավորմանը։ Ռեպորտաժը չէր թիրախավորվել, չէր նշվում, թե իբր ռեպորտաժում այս կամ այն փաստը սուտ է։ Չկար հերքման պահանջ լրագրողի լրագրողական էթիկայի խախտման արձանագրում։ Պարզապես թիրախավորվել էր լրագրողի անձը անուն ազգանունով լուսանկարով։ Անջատես իմ կամերա։ Թողեք իմ կամերա։ Անջատի կամերա։ Թողեք իմ տեսախցիկ։ Տվեք թողը։ Թողեք իմ տեսախցիկ։ Տվեք թողը։ Իրինա Մկրտչյան, Արման Թովմասյան, Դավիթ Սարգսյան և Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։ Հիմա զանգում եմ ոստիկան։ Ում ուզում եք զանգեք։